Թեև թվաբանություն հաղորդաշարին հյուրընկալվել էր հաղորդավարուհի դերասանուհի Մաշա Մաթևոսյանը։ Star News-ը հետևեց զրույցին։ Հարցին, թե ինչքան է իրեն պատկերացնում բեմին, Մաշան կեսկատակ լուրջ պատասխանեց. «Մտածում եմ 10 տարուց հետո կունենամ վիլաներ, կհանձնեմ մարդիկ կապրեն, գումար կունենամ ու ինքս կապրեմ ուրիշ վիլայում, ծովի ափին։ Իհարկե կուզենայի բեմում ավելի երկար աշխատել։ Ինձ թվում է, եթե այս ամենն ինձ մոտ վերջանա, իրերս հավաքելու եմ, գնամ Մոսկվա, այնտեղ կվաստակեմ։ Ինչով է զբաղվում Մարիայի տղան, ինչ է ուզում դառնալ եւ արդյոք ապագան պատկերացնում է հայրենիքում։ Հարցեր, որոնք հետաքրքրում են շատերիս։ Ինքը շատ լավ է սովորում, 24 ժամ զբաղվում է բասկետբոլով, անգամ տանը։ Իր կյանքը չի կարում պատկերացնի Ռուսաստանում, հնարավոր է ուրիշ երկրում պատկերացնում է, Ռուսաստանում ոչ։ Անկեղծ ասած ինքս էլ իրոք չէի ուզենա, որովհետև բոլոր մինուսներով մեր երկրում ավելի լավ է։ Նշենք, որ Մարիա Մաթևոսյանը վերջին շրջանում եղել է «Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հյուրը, որտեղ խոսել է մանկությունից եւ ոչ միայն։ Մարիան Մոսկվա է տեղափոխվել 10 տարեկան հասակում։ Մայրական կողմի պապը հայտնի կոլեկցիոներ էր, հանգամանքների բերումով հայտնվում է դատարանի առջև։ Ինչն էլ պատճառ է դառնում, որ ծնողները հեռանան իրարից, որովհետև չէր կարող Մարիայի ոստիկան հայրն ունենալ օրենքի հետ այդպիսի խնդիրներ ունեցող բարեկամ։ Ռուսաստանում դստեր համար ավելի լուսավոր ապագա տեսնելով ծնողները որոշում են, որ Մաշան հայրիկի հետ տեղափոխվի եւ այնտեղ ապրի։ Այդ որոշումը սակայն աղջկա սրտով չէր, որովհետև մորն էր ձգտում, նրա հետ ցանկանում ապրել, հատկապես երբ հայրն արդեն այլ կին ուներ իր կողքին։ Օրերով լացում էի, չէի հասկանում ոնց կարա երեխեն ապրի առանց մամա։ Մաման ստեղ էր լացում, ես ընդեղ, մաքսիմում շաբաթը 1-2 անգամ կարողանայինք խոսել հեռախոսով։ Պապայի կինը ազգությամբ ռուս էր, ճիշտ է ինձ շատ սիրում էր, սիրում ա կսիրի, բայց մեկ ա, իրանց մոտ ուրիշ մտածելակերպ ա։ Մաման երբեք 8-9 տարեկան աղջկան չէր ասի ամանները լվա, իսկ Ռուսաստանում դա նորմալ ա։ Մաման չէր ասի հատակը մաքրի, իսկ ընդեղ նորմալ ա։ Ես 24 ժամ լացում էի, ինձ դրել էի մոխրոտիկի տեղը։ Մամային զանգում ասում էի ամբողջ օրը ղազաններն եմ մաքրում, գործ եմ անում։ Մտածում էի ամեն ինչ անեմ, որ ինձ բերեն Երևան։ Մայրանալու ցանկությունը շատ մեծ էր եւ երկար սպասված։ Շուրջ 13 տարի առաջ Ռուսաստանում ծնվեց Մարիայի տղան՝ Արտյոմը։ Նրա եւ կողակցի միությունը երկար կյանք չունեցավ, բայց Մաշան դրա համար որևէ մեկին չի մեղադրում։ Հեշտ եմ հեռանում, որովհետև երբ հասկանում եմ ներկայությունս հաճելի չի գնում եմ։ Կյանքը միայն սիրո մեջ չի, լիքը պայմաններ կան, որոնց գերի ես։ Ես գիտեի, որ մենակ եմ դաստիարակելու Արտյոմին, շատ քիչ ժամանակ ենք եղել միասին, բայց լավ եմ վերաբերվում այդ տղամարդուն։ Ինքը լավ անձնավորություն ա ու ուրախ եմ, որ Արտյոմի հետ շփվում ա։ Մաշա Մաթևոսյանը նշեց նաև, որ կուզենա մնա Երևանում, բայց չգիտի ինչպես կստացվի։ Մի բան կա, ինչից ես վախենում եմ։ Հայրենասեր լինելով չեմ թողնի, որ ստեղծված պայմաններում իմ տղան գնա բանակ։ Բայց տղաս ուզում ա գնա հայկական բանակ։ Էս պահին դեմ եմ։ Եթե ինչ-որ բան փոխվի, առաջինը կասեմ Արտյոմ գնա։ Իմ ամենամեծ երազանքը, որ լինի խաղաղություն, եւ ես ու իմ տղան ապրենք Հայաստանում։ Նշենք, որ Մաշա Մատվեևան վերջերս նաև բացարձակ արժեք հաղորդման հյուրն էր, որտեղ խոսեց հայտնի լինելու դժվարությունների մասին, որոնք ըստ իր չի կարելի դժվարություն համարել։ Սակայն չբացառեց, որ լինում են անախորժություններ։ Մի հատ տղամարդու հետ Սամայլոտում իրար տվել ենք, որ ինչ կար իրա մասին ասել եմ։ Տենց բաներ էլ է լինում, ու ես այն մարդկանցից չեմ, որ լռեմ։ Նենց չի, որ եթե ինչ-որ վատ բան տեսնեմ, կլռեմ։ Չէ։ Վերջին շրջանում քննարկվում էր Մաշա Մատվեևի հարսանեկան զգեստով լուսանկարը։ Հարությունը շտապեց հաղորդավարուհուն ամուսնացնել, ապա բաժանել։ Որքանով է նմանատիպ ասեկոսեներին լուրջ վերաբերվում հենց ինքը Մաշան։ Շատ լավ զույգ էր եկել Բելաջո մարտի 8-ներ։ Ես շնորհավորեցի, կինն ասեց խնդրում եմ էլի ամուսնուս հետ կպարեք։ Պարեցի, այդ մարդու հետ էլ ամուսնացրեցին։ Ամենակարևորը տունս էր։ Հիմա չեմ հասկանում Կիրկորովի տունն էր թե Քիմ Քարդաշյանի։ Ամենալավը գիտեք որն էր։ Տեսեք որտեղ է ապրում Մաշա Մատվեևան ու բոլորը գրել էին աշխատել է, արժանի է, թող ապրի։ Խոսակցություններ են մշտապես պտտվում Մաշայի եւ Ումասի աղջիկների հետ կապված, որ Մաշա Մատվեևան խնդիրներ ունի աղջիկների հետ կապված, իրականում ինչ է կատարվում։ Կարող եմ ասել, որ ոչ թե մենք ընկերուհիներ ենք, այլ արդեն քույրեր։
Այդ վատ բաները, որ ես ու Լուիզան իրար տվել ենք, ես Լուիզային խփել եմ, աչքը կապտացրել եմ, դա սցենար էր իհարկե։ Հայաստանի հանդեպ ունեցած մեծ սիրո մասին խոսելով Մաշան ասաց. Տեղափոխվեցինք Մոսկվա եւ տենցոր չի եղել, որ ես չուզենամ վերադառնամ։ Լացում էի, ողբում էի, մամա ջան, ես ոնց էի ուզում գայի Երևան։ Ոնց էի սիրում այդ ճանապարհը այրոպորտից տուն եւ ատում էի հետադարձ ճանապարհը, զզվում էի։ Ասել էր Մաշան։ Մաշա Մատվեևան կենսուրախ արտիստուհիներից է։ Նրա տղան 40 օրեկան է եղել, երբ Մաշան թողել է ամուսնական կյանքը վերադառնալով Երևան ծնողների մոտ։ Նա մինչ այսօր տղամարդ չունի իր կյանքում, սակայն իրեն մենակ չի համարում, քանի որ տղային մեծացնելու հարցում նրան օգնում են հայրը, մայրը, եղբայրները, քույրը։ Մաշան խոստովանում է, որ տղայի ուսման ճանապարհին որոշ դժվարությունների է հանդիպում։ Նա նշում է, որ իր տղան Արտյոմը ցանկանում է դառնալ պատմության ուսուցիչ, իսկ ինքը ցանկանում է, որ տղան ապագայում իրավաբան լինի։ Մաշան իրեն ինքնամփոփ չի համարում, իր բոլոր խնդիրներով կիսվում է մայրիկի եւ ընկերուհիների հետ, նրանց օգնությամբ գտնելով անհրաժեշտ լուծումներ։ Նա ամենաշատը վախենում է մահվանից, իր կամ ծնողների։ Մաշային մահվան վախերն ուղեկցել են նաեւ մանկության տարիներին։ Նա իր կյանքի ամենամեծ ողբերգությունը համարում է իր հայրիկի, մայրիկի, տատիկի մահը։ Ինչպես ինքն է խոստովանել հարցազրույցներից մեկում, երբ իր տղան Արտյոմը լույս աշխարհ է եկել, նա արդեն հասկացել է, որ նրան միայնակ է մեծացնելու, ինչը սակայն իրեն չի ընկճել։ Նշենք, որ հաղորդավարուհին տարիներ առաջ Ռուսաստանից գալուց հետո կարողացել է իրեն գտնել ռադիոհաղորդավարության ասպարեզում։ Մաշան Մոսկվայում ունի հայր, ընկերներ, սակայն նրա համար Երևանն անչափ հարազատ է, քանի որ այստեղ էլ նրա մայրն ու հայաստանցի ընկերներն են։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերջերս հաղորդավարուհի Մաշա Մատվեևան նշում էր ծննդյան 50-ամյակը։ Նախ կեսգիշերին նրան շնորհավորել էին ընկերներն ու Women's Club-ի դերասանները։ Մաշան ընտանեկան ուրախ ու շքեղ խնջույք էր կազմակերպել, որին ներկա են եղել նաև մտերիմներն ու հարազատները։ Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել նաև Գայա Արզումանյանն ու երգչուհի Սոնան։ Թող բոլոր տղամարդկանց կենացը։ Արա կենաց ասում Տոման։ Աննոսին։ Կրվեք երեխեք։ Դու սորիա։ Քո գլխավոր տղամարդը քո կյանքի Արտյոմն է, որը այստեղ չի, Երևանում հիմա վնգստում է, որ ինքը այսօր մեր հետ։ Шашлык, мама, шашлык. Мама, когда будем в Египте? Քո եւս մի գլխավոր տղամարդը դա քո պապան է։ Երկար տարիների Եվս մի քանի տղամարդիկ քո կյանքում։ Իսկ մնացած բոլոր տղամարդիկ քո կյանքում այս տղեն օրինակ միշտ քեզանից անպակաս լինեն, միշտ քո բոլոր ուրախ օրերին։ Спасибо, Спасибо, Том, спасибо.